Բեռների բարձրացումը բարձր ռիսկային աշխատանք է։ Սխալ կապումը, սխալ ազդանշանը կամ անուշադրությունը կարող են բերել ծանր վնասվածքների կամ մահվան։ Մինչ աշխատանքը, պարտադիր քայլեր։ Անհրաժեշտ է ստուգել ստրոպները, շղթաները և կեռերը։ Չպետք է լինեն կտրվածքներ, ճաքեր կամ մաշվածություն։ Պետք է համոզվել, որ կեռը ունի անվտանգության փական։ Գնահատել բեռի քաշը, ծանրության կենտրոնը և ընտրել ճիշտ ստրոպավորման սխեմա։ Անհրաժեշտ է մաքրել տարածքը և հեռացնել մարդկանց վտանգի գոտուց։ Վտանգի գոտի է համարվում կախված բեռի տակը և դրա շարժման ուղին։ Ստրոպավորում և կեռի ճիշտ գցում։ Կեռը պետք է տեղադրված լինի ուղղահայաց, բեռի ծանրության կենտրոնի վերևում։ Արգելվում է կողային բեռնումը։ Ստրոպները պետք է հավասարաչափ լարված լինեն։ Սուր եզրերի դեպքում անհրաժեշտ է օգտագործել պաշտպանիչ միջադիրներ։ Չի թույլատրվում օգտագործել վնասված կամ հանգույց կապած ստրոպներ։ Սխալ ստրոպավորման դեպքում բեռը կարող է ընկնել։ Ազդանշաններ։ Հրահանգները պետք է հնչեն միայն մեկ մարդու կողմից։ Անհրաժեշտ է օգտագործել հստակ, նախապես պայմանավորված նշաններ։ Հիմնական ազդանշաններն են՝ բարձրացնել, ձեռքը վերև, շրջանաձև շարժում, իջեցնել, ձեռքը ներքև, շրջանաձև շարժում, կանգ, ձեռքը վերև, անշարժ։ Մեկ հոգուց ավելի ազդանշան տվողների առկայությունը կարող է ստեղծել վտանգավոր իրավիճակներ։ Բարձրացման գործընթաց։ Բեռը պետք է բարձրացնել դանդաղ, ստուգելով հավասարակշռությունը։ Երբեք չկանգնել բեռի տակ և չանցնել դրա տակով։ Հետևել շրջակա մարդկանց և խոչընդոտներին։ Կախված, բեռը միշտ վտանգ է ներկայացնում։ Ավարտ։ Բեռը իջեցնել հարթ և վերահսկելի։ Հանել ստրոպները միայն ամբողջական կանգից հետո։ Աշխատանքի ավարտից հետո պետք է ստուգել սարքավորումները։ Աշխատանքի նախապատրաստությունը և կարգապահությունը ձեր իսկ անվտանգության գրավականն են։